Բարի գալուս Civilnet, մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք ձեզ հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե աջակցում եք անկախ լրագրությանը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն իսկ դա արել են։ Իսկ ես ներկայացնում եմ հյուրին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ պարոն Սաղաթելյան հրավերը ընդունելու համար։ Պարոն Սաղաթելյան, մարտի 5-ին տեղի ունեցավ Հայաստանում Հայ Հեղափոխական Դաշնակցության 35-րդ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվեց բյուրոյի նոր կազմը եւ առաջին անգամ բյուրոյի ներկայացուցիչ ընտրվեց Արմեն Ռուստամյանը եւ կարելի ասել առաջին անգամ ընտրվեց Հայաստանում ծնված եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձ բյուրոյի անդամ, որովհետեւ մշտապես եղել է Հայաստանի քաղաքացի իհարկե, բայց Սփյուռքի ներկայացուցիչ է եղել, Սփյուռքյան շրջանակները ներկայացնող մարդ է եղել Հրանտ Մարգարյանը, մինչ այդ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կամ դրանից հետո ինչպես կմեկնաբանեք այս ընտրությունը, ինչով է սա պայմանավորված եւ եթե կազմն ենք նայում, ելի կազմում բավական շատ ներկայացված են Հայաստանի ներկայացուցիչներ, կարելի ասել։ Ինչով է սա պայմանավորված։ Գիտեք, մշտապես Հայաստանի ներկայությունը կազմի մեջ ծանրակշիռ է եղել եւ դա պայմանավորված է մեր համայնքական որոշմամբ Հայաստանի իբրև գլխավոր օրակարգ, մեր հայրենիք, Հայաստանի ներգրավվածությունը, եթե դուք նայել եք տարբեր երկրներից մեկ կամ երկու ներկայացուցիչ, Հայաստանը ավելի մեծ թվով սրանից առաջ էլ է այդպես եղել, այս անգամ մի քիչ ավելացել է, դա եղել է ժողովի որոշումը, հայրենիքը, Հայաստանը, Արցախը, Հայաստանի օրակարգը կարևորելով ու որոշումը ժողովը նաև որոշում է կայացրել, որ բյուրոյի ներկայացուցիչը լինի Հայաստանից տեղի վրա հարցերին ավելի հետևողական լինելու եւ կուսակցության հայակենտրոնությունը մեկ անգամ եւս ընդգծելու, չնայած այնպես չի, որ նախկինում եթե Սփյուռքի մեր ընկերներից էր տարբերություն կար, բայց տեղել է ընդհանուրի քննարկելով իրավիճակը, մթնոլորտը, գնահատելով անցած ճանապարհը, առաջիկա մարտահրավերները հանգել ենք եւ եզրակացություն։ Պարոն Սաղաթելյան, Սփյուռքի հետ կապերը, Սփյուռքյան կառույցների նկատի ունեմ դաշնակցության, ինչպիսին են հիմա։ Կարելի ասել, որ դրանք բավական լավ մարզավիճակում են, թե խնդիրներ կան, որովհետև տարբեր հրապարակումներ են եղել այս ընթացքում եւ ռեսուրսների տեսանկյունից ինչ վիճակում է հիմա գտնվում դաշնակցությունը։ Գիտեք, ինձ որ ասում են դաշնակցությունում կա դժգոհություն, լարվածություն, հարցեր, ես ասում եմ դա շատ նորմալ է, որ այդպես դաշնակցության վիճակը շատ անմիջականորեն կապված է մեր երկրի ընդհանուր իրավիճակի հետ։ Չի կարող երկրի վիճակը լինել վատ, դաշնակցության մեջ չլինել մտահոգություն, չլինի դժգոհություն, չլինի լարվածություն, ու դա շատ բնական է։ Այս իմաստով այո, կուսակցությունում կա անհանգստություն եւ կուսակցության ընդհանուր ժողովը մեր բոլոր խնդիրներին եւ հարցերին անդրադարձել է, գնահատել է անցող ժամանակահատվածը, ինչպես նաև որոշումներ, ռազմավարություն եւ մարտավարություն ընդունել առաջիկա մեր աշխատանքների իմաստով։ Հայաստան, Սփյուռք, Հայաստանի կառույց, Սփյուռքի կառույց եւ այլ, այստեղ մենք բացարձակ խնդիր չունենք եւ այս ժամանակի բոլոր փորձերը, որ Սփյուռքի դաշնակցություն, Հայաստանի դաշնակցություն, տարաձայնություններ բացարձակապես նման խնդիրներ հատկապես այս պահին գոյություն չունեն։ Այսինքն օրինակ չգիտեմ ամերիկյան կառույցի ներկայացուցիչ կառույցները, հայաստանյան կառույցները սինխրոն աշխատում են, որևէ խնդիր չկա։ Այո, ինչ որ խնդիրներ ունեցել ենք ամերիկյան կառույցում, որը կարծում ամբողջությամբ հաղթահարված է։ Լավ, տեսեք, առաջիկայում ընտրություններ են եւ հիմա ընդդիմության ներսում այդ ընտրությունների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ իհարկե, մեծ հաշվով ընդդիմության ներսում եւ դրա շուրջ ակտիվ բանավեճ է հիմա գնում, մեղմ ասած բանավեճ, բայց դաշնակցության դիրքորոշումը ինչպիսին է։ Գնալ ընտրություններին առաջիկա խորհրդարանական նկատում 2026-ին սպասվող, չգնալ, ինչպես գնալ, որ ինչ ձևաչափով, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին Հայաստան դաշինքով, թե Հայաստան դաշինքից դուրս կա որոշում։ Մեր որոշումը հստակ է, որի մասին բազմաթիվ անգամ ասել ենք։ Մինչև 26 թվականը մեր երկրի առջև կանգնած են բավականին ծանր մարտահրավերներ եւ կգա ընտրությունների ժամանակ խոսենք եւ մասնակցության եւ ձևաչափի եւ մնացած հարցերի հետ կապված։ Այս պահին պետք է կենտրոնանանք
մեր երկրի առջև կանգնած այս ծանրագույն մարտահրավերների առջև, այդ խնդիրները փորձենք բարձրաձայնենք, մեր հասարակությանը տեղեկացնենք, կազմակերպենք եւ հնարավորության դեպքում թույլ չտանք, որ այս իշխանությունը սահուն կերպով հասնի 26 թվականը։ Եվ այո, այս ուղղությամբ մենք մտածում ենք, հաշվի առնելով նաեւ վերջին զարգացումները, որի մասին արդեն 1-2 տարի շարունակ խոսում ենք վտանգների են բանակցության, որ տեղի են ունենում, այս խնդիրները կանգնած են մեր առջև եւ այս ուղղությամբ հսկայական անելիք ունի ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը։ Կգա ընտրություններ, այն ժամանակ կգնահատենք իրավիճակը, կհասկանանք մասնակցության ձևաչափերը, կքննարկենք եւ նման հարցերը որոշում կայացնի Դաշնակցության Գերագույն ժողովը։ Այս պահին մենք բնականաբար Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ձևավորել ենք դաշինք, խորհրդարանում ունենք ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, փոխըմբռնման, փոխլրացման եւ վստահության մթնոլորտում շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսինքն որոշում դեռևս ձևաչափի վերաբերյալ մասնակցության չկա։ Այո, բացարձակ նույնիսկ քննարկում չի եղել, որովհետեւ դա նման որոշումները կայացնում է Հայաստանի կազմակերպության բարձրագույն ժողովը, Գերագույն ժողովը եւ նախորդ դեպքն էլ նույնպես Գերագույն ժողովն է որոշում կայացրել, կգա ժամանակը կքննարկենք այս բանին սերտորան համագործակցությունը մեր շարունակվում։ Հասկանալի է, վերադառնալով ճիշտ ասած նաև էլի ժողովի 35-րդ կային տեղեկություններ նաև մամուլում, որ Հրանտ Մարգարյանը կարող է ընտրվել բյուրոյի ներկայացուցիչ, բայց դա տեղի չունեցավ, Հրանտ Մարգարյանը ընդհանրապես կազմի մեջ էլ չկա հիմա, ինչ է պատահել եւ կարծոք այդ տեղեկությունները ճիշտ էին, սխալ էին, ներսում ինչ որ խնդիրներ կար Հրանտ Մարգարյանի հետ։ Բացարձակ Հրանտ Մարգարյանի հետ որևէ խնդիր չկա, նույնիսկ ավելին խոսում են ավելնորդ բաների մասին, իբր ես, Հրանտ Մարգարյանը, մրցակցություն, կոնֆլիկտ եւ այլ, մեկ անգամ եւս հաստատեմ, Հրանտ Մարգարյանի մավակ ընկերնա բացարձակ նման խնդիրներ չկա եւ Հրանտ Մարգարյանը անկեղծ ձևակերպեմ հարցս, որպեսզի ավելի բաց խոսենք, որովհետեւ դրանք մամուլ սպրդում են բարբերաբար եւ ամիստ չէ որ դրանց պատասխաններ են տրվում։ Ասում են այն կազմը, որ հիմա ընտրվել է, սա պրոքոչարյանական կազմ է բյուրոյի։ Եթե Հրանտ Մարգարյանը ընդգար եւ իր թիմով, այսպես ասած, լիներ կազմում եւ ինքը լիներ բյուրոյի ներկայացուցիչ, ապա դա կլիներ Պրոֆեսոր Սարգսյանական թևը։ Տեսեք, նման բան ասողները չեն ճանաչում Դաշնակցությանը եւ չեն հասկանում ինչ է Դաշնակցությունը։ Մտածել, որ հնարավոր է Դաշնակցությունից դուրս որևէ մեկը Դաշնակցության ներսում ազդեցություն ունենա, դա բացառվում է մեր 135 տարիների պատմության մեջ, կայսրություններ, պետություններ, բազմաթիվ անհատներ փորձել են, նման փորձեր եղել է, բայց բացառում է, ինչ է նշանակում այն ինչ որ ասացիք։ Բացարձակ նման բանը գոյություն չունի եւ Քոչարյանական եւ Սարգսյանական թևեր։ Դաշնակցության մեջ չի կարող նման թևեր լինել։ Դաշնակցության մեջ կա մեկ թև, դա Դաշնակցության թևն է։ Մնացածը ասեկոսներ են, խոսակցություններ են, չի եղել եւ չի կարող նման բան եղել, շատ անկեղծ ձեզ վստահեցնում եմ։ Քննարկումներ, մոտեցումներ, տեսակետների տարբերություններ մարտավարության իմաստով միշտ եղել է ու կա ու շատ բնական է։ Աննորմալ կլինի, եթե Դաշնակցության մեջ դա չլինի։ Ես ժողովի բացմանը ասում, եթե մեկ անգամ առիթ ունենաք Դաշնակցության ներքին քննարկումներին լինել, տեսնել Դաշնակցության ղեկավարությունը ինչպես է մանրակրկիտ հաշվետվություն տալիս իր շարքերին եւ շարքերը ինչպես անխնա եւ սրտացավ քննադատում են ղեկավարությանը, պարզ, անկեղծ խոսում են, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս են գալիս ամբողջական, միասնական եւ այլևս որոշում ընդունելուց հետո բոլոր տարակարծությունները դրվում են այն կողմ։ Հրանտ Մարգարյանը ինքը իր ցանկությամբ չի ուզեցել ընդգրկվել որևէ մարմնի, այդ թվում նաև բյուրոյի կազմում։ Որպեսզի ներկա լինենք այդ ժողովներին, պետք է դրանք բաց լինեն։ Որպեսզի ներկա լինենք, պետք է դաշնակցական լինենք։ Չէ, ուղղակի եզակի կառույցներից է, որ կուսակցական քաղաքական կառույց է եւ իր ուրեմն համագումարները կարելի ասել կամ ընդհանուր ժողովները փակ են։ Պարզ պատճառը, որովհետև մենք, այսինքն մեր ժողովները շոու չի, ինչ որ պարզ համագումարներ չեն, բաց քննարկվում են երկուսակցական բոլոր խնդիրները։ Այսինքն մամուլի ներկայությամբ չեք ուզում քննարկել դրանք։ Այդ արդեն չենք հասկացվի, այն ինչ որ իրական խնդիրներին անդրադառնում ենք, բաց քննարկում է տեղի ունենում բոլոր հարցերին եւ դա որպեսզի լինի ավելի անկաշկանդ, ավելի բաց, երբեմն ավելի անխնա, ճիշտ է որ լինի
Փակ, որտեղ ինքը ներկուսակցական ժողով, բայց մենք եւ ժողովից առաջ ներկա բացում ենք անում, որտեղ մեր հիմնական թեզերը, մոտեցումները ներկայացնում ենք, իսկ ժողովից հետո ներկայացնում ենք նաեւ մեր գլխավոր որոշումները, որը տեղի ունեցան։ Չէ, կարծում որ այդ փակ լինել, իհարկե մենք շեղվում ենք մեր հարցազրույցի թեմայից, բայց փակ լինելը ինքը չի թույլ տալիս նաև կուսակցականը որպես մասսայական քաղաքական մարմինի այլ ավելի ընդլայնվել, մեծանալ։ Մարդկանց համար շատ հաճախ հասկանալի չէ, ինչ է դռներից դռներից այն կողմ տեղի ունենում, դռների հետևում։ Գիտեք, միշտ դաշնակցության նկատմամբ այդ թյուր պատկերացումները կա։ Մենք այդ իմաստով ընդունում ենք, որ դաշնակցությունը ավելի բացվելու, իր մոտեցումները ավելի, նաև իր ներկուսակցական կյանքը հանրության ավելի մատչելի դարձնելու իմաստով մենք անելիք ունենք, որովհետև փակ ժողով 7 օր, 10 օր ինչ էին խոսում եւ այլ, այդ թյուրըմբռնումները կա, բայց դա ես ասեցի ինչ նպատակով է, որպեսզի շատ անկեղծ բաց խոսենք։ Փակ ժողով բաց խոսակցություն լինի։ Պատկերացրեք, ժողովից 1-2 բան է դուրս սպրտում, ինչ բաներ է հյուսվում։ Այն ամեն ինչ եթե բաց տեղի ունենա, բաց լինի, չի հյուսվի դա։ Որևէ կերպ չենք հասկացել։ Շատ լավ։ Տեսեք, էլի Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության կամ ընդհանրապես համագործակցության եզրերի մասին։ Վերջերս որ տեղի ունեցավ 2.5 տարի դադարից հետո Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, երբ նա հանրային կոմունիկացիա փորձեց իրականացնել, բավական երկար խոսեց, տարբեր գնահատականներ տվեց, այնտեղ խոսվեց նաև նրա մասին, որ ինչի եմ հարց տալիս, որովհետև դուք ասացիք, չգիտեմ, պետք է ամեն ինչ անել, որ 2026 թվականի ընտրություններին չհասնի, այսինքն իշխանությունները չկարողանան հասնել դրան, հա, ենթադրում եմ արտահերթ ինչ-որ գործընթացների մասին է խոսքը։ Բայց Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ այդքան էլ այս պահին չի հավատում, եթե ճիշտ եմ ձևակերպում, փողոցային պայքարի արդյունավետությանը եւ դրա համար չի տեսնում այս պահին անհրաժեշտություն, որ մարդիկ փողոց դուրս գան կամ ինչ-որ փողոցային նոր պայքար սկսվի, այս պահին գոնե, հա, դուք այդ կարծիքին եք։ Տեսեք, իրականում նման բան Ռոբերտ Քոչարյանը չի ասել։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ կլինի փողոցային պայքար բառացի մեջ բերում, կլինի արտահերթ հերթական ընտրություններ, մեր դաշինքը ծանրակշիռ մասնակցություն ունենալու։ Դա չի ենթադրվում, որ մենք բացառում ենք կամ չենք հավատում փողոցային պայքարին։ Դա չի ենթադրում, որ մենք ասել ենք գնացեք տաներով, սպասեք 26 թվականի ընտրություններին։ Ընդհակառակը ասել է 3 տարբերակներում մենք ծանրակշիռ մասնակցություն ունենալու ենք եւ այո, ունենալու ենք։ Մեր նաև նախորդ անցած ճանապարհը փաստում է, որ մենք մեր երկրի իրադարձություններին, այս պատահած դժբախտություններին եւ առասարակ քաղաքական գործընթացներում անտարբեր կամ երկրորդական դիրք չենք ունեցել։ Եթե դուք նայեք այս 5 տարվա մեջ բոլոր շարժումների փողոցային պայքարի մեջ շատ առանցքային դերակատարություն ենք ունեցել։ Նույնիսկ այս առանցքայինը համեստորեն ձևակերպում։ Հետևաբար, որ մենք ոնց կարանք բացառենք փողոցային պայքարը կամ չհավատանք դրա արդյունքներին։ Ես նման բան չի ասվել, իսկ ես իմ կողմից եւ դաշնակցության կողմից ավելացնեմ, որ մենք մշտապես հավատում ենք դրան եւ ցանկացած հնարավոր ձևով մենք հայլեր ձեռնարկելու ենք ու նաեւ կարող եմ դաշինքի անունից ասել ոչ միայն դեմ չեն լինի, այլ ինչպես նախորդ դեպքերում կամ դա կլինի համատեղ կամ ամբողջությամբ օժանդակություն։ Այստեղ կա մանիպուլյացիա ու փորձում են տպավորություն ստեղծել, որ ինչ-որ մարդիկ փողոցում հայ արդեն գրավում են կառավարության շենքը, Ռոբերտ Քոչարյանը ասում է, չէ, գնացեք տուն 26 թվին կգաք, այդպես բան չկա։ Շատ լավ, այդ դեպքում հաշվի առնելով նաև անցյալ այդ 5 տարվա փորձը, հա, որ դուք իսկապես եւ դաշնակցությունը եղել է դրանց ակտիվորեն մասնակցել այդ իրադարձություններին քաղաքական։ Հիմա հարմար քաղաքական պահն է փողոցային պայքար սկսելու եւ ինչու՞ չեք սկսում հիմա։ Ես կարծում եմ հիմա շատ կարևոր աշխատանք մինչև փողոց դուրս գալը մենք պետք է անենք։ Դա հետեւյալը։ Պետք է մեր հանրությանը, հասարակությանը բացատրենք այս հայ-ադրբեջանական բանակցությունները ինչ է իրանից ենթադրում եւ թույլ չտանք, որպեսզի սրանք
օրվա իշխանությունը, սա ժողովրդի ներկայացնեն իբրև ձեռքբերում, որտեղ սա ձեռքբերում չի եւ խաղաղության պայմանագրի հետ որևէ առնչություն չունի։ Սա ավելի խորը եւ համապարփակ կապիտուլյացիայի մասին է։ Նախ առաջի աշխատանքը, որ արել ենք մինչեւ հիմա, բայց պետք է ավելի մեծ տեմպով եւ այո, մենք առաջիկայում նաեւ կտեսնենք մեծ ծավալի մարզային այցեր, հանրության հետ ավելի սերտ շփումներ, այս փուլում շատ ակտիվ կերպով մեր ժողովրդին պետք է բացատրենք սա ինչի մասին է։ Երկրորդը, ասել եմ ու շարունակում կրկնել, փողոցային պայքարի հաջողության համար այն բացերը, որ մենք ունեցել ենք, պետք է դրացնենք, ավելի մեծ թվով կազմակերպված մոբիլ զանգված ունենանք եւ ճիշտ պահին ճիշտ ֆորմատով մենք չենք հրաժարվում այդ գաղափարից, ընդհակառակը, այսինքն նախապատրաստական որոշ բայց այս պահին հարմար պահ չի փողոցային պայքարի։ Ես այդպես չձևակերպեմ հարմար չի, բայց նախապատրաստական ժողովրդի հետ աշխատելու եւ ճիշտ փուլերով առաջ գնալու խնդիր կա։ Այդ պահը կարող է լինի 24 ժամ հետո, կարող է լինել 15 օր հետո, այսինքն ես հիմա չեմ ուզում որևէ կերպ ժամկետ սահմանեմ, բայց այս ուղղությամբ աշխատանք տարվում է եւ այդ ծավալները մասշտաբները պետք է մեծացնել։ Պահի հետ կապված, տեսեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններ, երբ արցախցիները էթնիկ զտման էին ենթարկում եւ գալիս էին Հայաստան կամ փախուստի մեծ հաշվով մազապուծ էին լինում այն իրավիճակից, որ ստացվել էր Արցախում Ադրբեջանի կողմից, հարյուրներով, հազարներով, հետո տասնյակ հազարներով գալիս էին Հայաստան։ Այդ ժամանակ ընդդիմությունը մեծ այսպես փողոցային գործողությունների չգնաց։ Եղան որոշակի գործողություններ, Անդրանիկ Թևանյանն էր փորձում ինչ-որ ընդդիմադիր ալիք բարձրացնել, չստացվեց։ Դրանից հետո բավական երկար ժամանակ իրավիճակը քաղաքական դաշտում հանդարտ է եղել, հա։ Այս ընթացքում ինչու էր ընդդիմությունը լուր եւ ինչու նաեւ այդ պահը չօգտագործվեց, ինչն էր պատճառը։ Նայեք, եթե մենք ժամանակացույցի մեջ նայենք, ընդդիմությունը իրականում այս վերջի 4 տարվա մեջ 4 անգամ մասշտաբային դուրս եկել փողոց, այսինքն գրեթե ամեն տարի։ Այո, 23 սեպտեմբերից հետո ես նկատում եմ։ 23 սեպտեմբերից ընդամենը 6 ամիս հետո տեղի ունեցավ սրբազան շարժումը։ Ընդամենը 6 ամիս հետո, որտեղ ընդդիմությունը կոնկրետ մենք մեծ ծավալով ներգրաված ենք։ Ինչ եմ ուզում ասել, չի եղել մի շրջան, որ լինենք անտարբեր կամ բան։ Ինչը տեղի ունեցավ Արցախի դեպքերի հետ, այդ կոմիտեի ստեղծման պատմությունը, տարբեր դերակատարների մասնակցությունը, հետո ինչպես փլվեց այդ ամեն ինչը, երբ որ հարցը տեղափոխվեց նաև ճանապարհը բացելու, մարդկանց դիմավորելու եւ այլ, շատ ենք խոսել այդ մասին, չեմ ուզում կրկին անդրադառնալ, հաճախ այդ ամեն ինչ նաև իմիջայլոց շատ հաճախ կան դեպքեր, շարժումներում կան դետալներ, իրադարձություններ, որոնք անկեղծ գտնում են, որ ինչ-որ մի հարմար պահի պետք է շատ դետալացված ներկայացնել հանրությանը, որտեղ այն մանիպուլյացիաները, այս բառը պետք է օգտագործեմ սրիկայությունները, որ անում են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դուրս են եկել պատասխանատվության տակ են մտել, փորձել են իրավիճակ փոխել, այսինքն անընդհատ վարկաբեկել, անընդհատ արժեզրկել, նաև այն մարդկանց աշխատանքը, ովքեր բանտարկվել են, պայքարել են, այս շատ հաճախ շատ իրադարձություններ ամբողջությամբ ներկայացվում է հարություն աստիճանի տակ այլ փոխված կերպով, բայց գիտեք, երբ որ դնենք, սկսենք այս բեճի մեջ մտնել, սա մեր ընդհանուր գործին անկեղծ ես չգիտեմ ինչ է տալու։ Դրա համար շատ այս քննադատությունների թիրախավորման փորձում ենք անտեսել եւ ավելի շատ մտածել առաջիկա անելիքների մասին։ Առաջիկա անելիքների հետ կապված, եթե ինչպես դուք եք ասում, վերջին 5 տարվա փորձը ցույց տվեց, որ որևէ բան չստացվեց մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու առումով, ինչպես դուք եք խոստանում, ինչպես դուք եք ցանկանում, ինչպես դուք եք հայտարարում, դուք նկատում եք ընդդիմությունը նաեւ մասնավորաբար դուք, հա, խաղաղության պայմանագրի այս համաձայնեցման մասին հայտարարությունից հետո որտեղից երաշխիք որ որևէ բան կստացվի, ձեր հանրային կոմունիկացիան կհաջողվի։ Գիտեք, երաշխիքը կախված է մեր աշխատանքից, ընդդիմադիր դաշտի բոլոր դերակատարների իրական եւ անկեղծ մասնակցությունից։ Մեզ հիմա հաճախ ասում են դուք ժողովրդին եք մեղադրում այդ չստացվելու մեջ։ Ես չեմ հիշում որևէ լուրջ
քաղաքական գործիչ, առնվազն մեր այդ կազմակերպիչներից մեկը ժողովրդի վրա գցի այս բանը։ Եթե ժողովրդին մենք չեն կարողացել մեր ուզած ծավալի դուրս բերել եւ կազմակերպել, ուրեմն այո, դրա պատասխանատունել ենք մենք։ Բայց կարծում ենք մենք իրավիճակը փոխվել։ Մեր հանրությունը հիմա Այն դիմադրության շարժման ժամանակ են մթնոլորտը այն իրավիճակը կար իրեն ընտրվելուց 6 ամիս հետո ինչ հիմա եւ ռեյտինգի եւ անցած ճանապարհի եւ այս ամեն ինչից հետո բավականին այլ է եւ երկրի մթնոլորտը եւ իրավիճակը։ Պարոն Սաղաթելյան, իշխանության ռեյտինգը ընկել է միանշանակ։ Դա ցույց են տալիս նաեւ սոցիոլոգիական հարցումները, բայց դա չի բերել ընդդիմության ռեյտինգի բարձրացման։ Ընդդիմության ռեյտինգը ընդհանրապես շատ դեպքերում շատ ընդդիմադիր ուժերի Հայաստան դաշինքը դեռ մի փոքր ավել է նրանցից, բայց այն սոցիոլոգիական սխալմունքի շրջանակներում է 1.5, 2%, 3%։ Դրա հիմնական իշխանության իշխանության ռեյտինգի անկման վրա։ Չէ, ես ասում եմ իրավիճակի եւ մարդկանց մոտեցումների մեջ է մեծ բան փոխվել։ Դա ավելի կարևոր է, քան իշխանության նկատմամբ վերաբերմունք, այսինքն մարդիկ հասկացել են, որ այս իշխանությունը ինչ խոսում է, սուտ է, այս իշխանությունը իրոք խաղաղության հետ կապ չունի եւ երկրի թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ անվտանգության հարցը եւ այս իշխանությունները այդ անվտանգության խնդիրը լուծել չեն կարողացել եւ չեն կարողանալ։ Խոսքը սրա մասին է։ Իսկ մեր ժողովրդի համատարած նաև անտարբերությունը եւ անվստահությունը քաղաքական ուժերի նկատմամբ գալիս է երկրում ստեղծված իրավիճակից։ Մեր ժողովրդի այս մի հանգամանք է, որ մենք չենք ուզում հաշվի առնել։ 70-80%-ը հավատացել է Նիկոլ Փաշինյանին 18 թվականին եւ շատ մեծ հույսեր է ունեցել։ Եվ արդյունքում ունեցել է կորուստ, պատերազմ, Արցախի հայաթափում, ցեղասպանություն եւ 5 տարի գտնվում ենք ծանր դեպրեսիայի մեջ է իրավիճակը։ Ես Երևանի սրճարաններում, ռեստորաններում եւ այլ այդ պատկերը որ փորձում եմ ստանալ, իրականում որ ժողովուրդը ծանր ողբերգական շրջան է անցել։ Ու ամբողջությամբ խորը հիասթափություն ունի եւ քաղաքական ուժերից, եւ քաղաքական գործիչներից, եւ համակարգից ընդհանրապես։ Մենք դժբախտաբար աշխատում ենք այս պայմաններում։ Հիմա հնարավոր է քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները այդ վստահությունը վերականգնել կամ այս շարժումը, որ մեր երկրում կա քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական ուժերի դեմ, այս քաղաքագիտորեն նաեւ աննորմալ երևույթ է, որովհետեւ քո երկրի կառավարման ճակատագրի որոշումներ ընդունելու մեջ դու չես կարող առանց քաղաքական ուժի խորհրդարանական կառավարման երկրում դերակատարություն ունես։ Տեսնում եք համայնքի ղեկավարները թիմ ընտրություններին մասնակցում են երկու կուսակցության դաշինքով կամ որևէ կուսակցության անունից, բայց անընդհատ ասենց ասում ենք որևէ կուսակցության հետ կապ չունենք։ Աննորմալ երևույթ է սա։ Ընդ որում ինքը մասնակցում է որևէ կուսակցության համամասնական ցանկով։ Ֆորմալ ձևը դա մասնակցությունն է ինչ որ բան տարբերակով։ Այս ինչից է գալիս։ Գալիս է նաև հետևողական քաղաքական կուսակցությունների, որոնք քաղաքական համակարգի գլխավոր սուբյեկտներից մեկն է եւ դա է քաղաքականության մեջ դերակատարություն ունենալու միակ ճանապարհը, այս արժե զրկել, վարկաբեկել, այս էլ մի հետևողական process է, որ տեղի ունենում։ Դժբախտաբար այս պայմաններում ենք աշխատում։ Դուք Գյումրիի թիմ ընտրություններին չեք մասնակցում, չէ՞։ Տեսեք, քաղաքական ուժը, որ իշխանափոխության հայտ է ներկայացնում, Երևանի Հայաստանի երկրորդ քաղաքում թիմ ընտրությունների չի մասնակցում, դա ինչպես հասկանալ։ Մեր բացատրությունը շատ պարզ է։ Մենք անկեղծ ջանք ենք գործադրում, որ ընդդիմադիր միասնական ճակատով մասնակցի։ Խոսել ենք բոլոր ուժերի հետ։ Այնպես չի որ տեխնացու չունեինք կամ մեր համար դժվար էր առնվազն բավարար մի տոկոս ունենալ Գյումրիում, բայց հաշվի առնելով, որ քաղաքական ընտրություն տեղի չի ունենում ըստ էության, շատ ավելի անձնավորված պայքար է, նաև հաշվի առնելով ընդդիմադիր տեխնացուների բավականին մեծ քանակությունը, մենք որոշում կայացրեցինք մեր մասնակցությունը այլ կերպ դրսևորվի եւ ընդդիմադիր գլխավոր ուժերի հետ նաև համագործակցության լայն դաշտ տեսնում ենք զուտ սրանով պայմանավորված։ Բայց նախորդ ընտրություններին իմիջիայլոց նախորդ թիմ ընտրություններին 22 համայնքում դաշնակցություն 26 համայնքում դաշնակցությունը մասնակցել է։ Տեսեք, խաղաղության պայմանագրի մասին, սա մեր հարցերի վերջին բլոկն է։ Խաղաղության պայմանագրի մասին խոսեցիք, հանրապետական կուսակցություն տվյալ դեպքում պատիվ ունեմ դաշինքը նաև հանդես եկան հայտարարությամբ։ Ես տեսա ձեր էջում դրված հայտարարություն,
ուրեմն խաղաղության պայմանագրի այդ համաձայնեցման ավարտի վերաբերյալ հայտարարությունից հետո, բայց դեռևս չեմ տեսել, եթե կա ինչ ուղղեք, խնդրեմ Հայաստան Դաշինքի հայտարարությունը, կա նման հայտարարություն Հայաստան Դաշինքի կողմից թե ոչ։ Գնահատական Դաշինքի կողմից կոնկրետ այս հարցը կապված չկա, բայց մինչև այս Դաշինքը բանակցությունների ընթացքի բարբերաբար եղել է, բայց ինչու հիմա չկա հայտարարություն Դաշինքի կողմից։ Կլինի, այսինքն Դաշնակցությունը հայտարարություն արել է եւ առաջիկայում վստահաբար մենք մեր տեսակետները դիրքորոշումը հայտնելու երբեք այդ խնդիրը չենք ունեցել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ քաղաքացիական պայմանագրի քաղաքական իշխող ուժը ներկայացնում է հետևյալ առաջարկով է հանդես գալիս հանրությանը։ Խաղաղության պայմանագիր եմ ձեզ համար բերել եւ հնարավորություն կա որ շուտով ստորագրենք խաղաղություն, հա, գոնե այդպես է կոմունիկացվում, այդպես է ասվում։ Դուք ինչ եք առաջարկում, եթե սա մերժում եք։ Գիտեք, նախ այդ մերժելը զուտ անձնական եւ ցանկություն չի։ Այդ մերժելը Նիկոլ Փաշինյանին մերժելու ացանցիալ ինչ-որ բան չի։ Մենք շատ հիմնավոր կերպով բացատրում ենք, որ այս փաստաթուղթը խաղաղության հետ կապ չունի ու ինչպիսի վտանգներ է իր մեջ պարունակում։ Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ, այդ թվում նաև Թուրքիայի հետ բանակցություններ վարելու եւ իրական ամբողջական խաղաղության հասնելու, չնայած փորձում են անընդհատ ներկայացնել իբրև պատերազմի ուժ եւ այլ, բայց բացարձակ։ Բայց մենք չենք պատկերացնում այդ խաղաղությունը առանց արդարության վերականգնման։ Մենք չենք կարող այդ կեղծ խաղաղությանը հավատալ, երբ որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ բազմաթիվ արցախահայեր գտնվում են Բաքվի բանտերում, մենք չենք կարող հավատանք այդ խաղաղությանը եւ երբեք դա խաղաղություն չի, եթե փորձում են փակել Արցախի էջը եւ արցախահայերի վերադարձի էջը ու նման բազմաթիվ, երբ որ խոսում են Հայաստանում սահմանադրության փոփոխության, Հայաստան արևմտյան նկատի ունեք արդարության վերականգնում, որ ասում եք, առանց արդարության չի կարող Արցախի հիմնախնդիրը համարվել փակված։ Նիկոլ Փաշինյան, Ալիև, Էրդողան երրյակը հետևողականորեն այդ ուղղությամբ ունեն պայմանավորվածություն եւ փորձում են գնալ այդ ճանապարհով։ Չի կարող միջազգային այցյաններից Հայաստանի կողմից ներկայացված դատական հայցերը ետ կանչել եւ դրանով լեգիտիմացնել ու արդարացնել Ադրբեջանի այն ցեղասպանական գործունեությունը, որը տեղի ունեցել Արցախում։ Դա ունենալու է մեր համար շատ ծանր հետագայում հետևանքներ։ Այսինքն սա բանակցություն չի, սա Ադրբեջանի կողմից Ադրբեջանի բոլոր պահանջները անվերապահ ընդունելու մի շղթա է, որը պետք է կանոնացվի։ Մի փոքր պրիմիտիվացնեմ հարցը, որպեսզի ավելի պարզ լինի մեզ լսողների համար։ Տեսեք, պատկերացնենք այսօր Դաշնակցությունն է իշխանության եւ ասում է, որ չի կարող Արցախի հարցը փակվել։ Եվ գնում դա ասում է Ալիևը, ինչ գրեմ, Ադրբեջանի իշխանություններն հանդիպում են, ասում են, իրենք էլ ասում են, շատ լավ, ուրեմն խաղաղություն չի լինի, պատրաստվեք։ Սա է ձեր պատկերացած։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չէր, հիմա կասեք դե պատերազմից հետո վիճակը փոխվել։ Ադրբեջանը չի կարողացել մեր հետ այդպես խոսել։ Ինչ է տեղի ունենում։ Մենք կորցրել ենք մեր ռազմավարական դաշնակիցներին, ըստ էության, նոր դաշնակիցներ ձեռք չեն բերել։ Դաշնակցին եւ այս ժամանակահատվածը շատ ճիշտ ժամանակահատված էր Իրանի հետ նաեւ այդ ռազմավարական գործընկերությունը կառուցել, որը կարծես թե ինչպես մնացած պարագաներում չեն կարողացել։ Նոր ռազմավարական դաշնակից չունենք մեր անվտանգության երաշխիքների եւ այլ։ Այս մեր բարած արտաքին քաղաքականության Վաշինգտոնում ասել մի բան, Բրյուսելում մեկ այլ բան, Մոսկվայում լրիվ ուրիշ բան, հետո առանձին բանակցել Թուրքիա եւ Ադրբեջանի հետ, խոր ամստայություն ա բերել Հայաստանի նկատմամբ ամբողջապես, այսինքն ձախողված արտաքին քաղաքականության մի ամբողջական պատկեր։ Այս ամեն ինչի պարագայում չունենք արտաքին աջակցություն, 4 տարի չեն կարողացել երկրում վիճակը վերականգնել, բանակ, սպառազինություն եւ այլ, եկել ենք այս իրավիճակում։ Նոր իշխանության պարագայում առաջի բանը, որ տեղի է ունենալու, ակնհայտ է, որ այս ամեն ինչին զուգահեռ կա բանավոր պայմանավորվածությունների շարք, որի մասին վերջի անգամ Ալիևը նաեւ ուղիղ ասաց, որ այդ վստահությունը կորցրել եք բանավոր պայմանավորվածությունների, պետք է այլևս ամեն ինչ լինի թղթի վրա։ Այս պայմանավորվածությունները այն կողմ պետք է դրվի։ Ես ձեզ վստահեցնում եմ, նոր իշխանությունը բերելու է ոչ թե նոր պատերազմի, այլ կանխելու է մեզ սպասվող նոր պատերազմը եւ ագրեսիան։ Հիմա դուք շատ պարզունակ ձևով, երբ որ
Ներողություն ես բառեմ։ Հա, ես էլ ասացի, որ այդպես եմ ներկայացնում։ Պատերազմ կլինի, ես էլ ասում հակառակը։ Չեմ ասում դուք լինեք պատերազմ կլինի, ասելու եք չի փակվել Արցախի հարցին, ասել է շնորհակալություն, հաջողություն, սպասեք ռազմական գործողությունների։ Տեսեք, դա առանց ասելու էլ հիմա ինքը անում է։ Այսինքն երբ որ մենք ասացինք Արցախի հարցը փակվել է, իրենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա չարձակվեցին, վերջ այսօր հարձակվելուց հետո ասացինք, որ փակվել է։ Սեպտեմբերյան իրադարձությունները տեղի ունեցան, դրանից հետո գնացինք Նիկոլ Փաշինյանը գնաց Պրահա եւ ասաց ճանաչում եմ։ Ասում Արցախի հարցը փակված է։ Ադրբեջանը Հայաստանի տարածքից զորքեր հետ է քաշ։ Ոչ։ Այս արդեն չի կարող խաղաղության մասին լինել։ Երբ որ մեզանից պահանջում են Միջանցք, նոյեմբերի 9-ի թղթով ամրագրված Միջանցք այսպես կոչված, իրենք ապահովում են, այսինքն սա բանակցությունների հմտություն է, հայկական Լաչինի Միջանցքը։ Այո, իրանք զուգահեռ արեցին, չէ, ասեցին դուք ստեղ չեք տալիս Միջանցք, մեզ դրա համար մենք Լաչինի Միջանցքը փակում ենք։ Հիմա իրենց մեկնաբանությամբ Միջանցք էին ուզում, իրանց մեկնաբանությամբ, բայց քանի որ այս կողմից չկա հայկական շահերի սպասարկում եւ պաշտպանություն, ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Տեսեք, այս փաստաթղթի ամենամեծ վտանգներից մեկը նաեւ նա է խաղաղության պայմանագիրը նկատմամբ։ Այո, համաձայնեցված իմ համար կապիտուլյացիայի պայմանագիր, որ իրենք քննարկման առարկա են դարձնում Հայաստանի ինքնիշխան տարածքը մոտ 200 քառակուսի կիլոմետր։ Այսինքն հիմա ինչ այդ խաղաղության համաձայնագիր են կնքել, հետո պետքա բանակցենք Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերը դուրս են գալի, թե դուրս չեն գալի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դրան պետք է վերադառնալ, թե ոչ։ Տեսեք, մենք այն ժամանակ հիմա շատ քննարկում այդ խնդիրը, ասել ենք, որ նոյեմբերի 9-ը մեր համար անընդունելի իստության կապիտուլյացիայի փաստաթուղթ է, բայց կայացած փաստը դժբախտաբար։ Հետևաբար մենք պետքա պայելով այս թուղթը գտնենք ավելի եռակողմ նոր Հայաստանի շահերը պաշտպանող նոր փաստաթղթի հասնենք։ Եռակողմի նկատի ունեք Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Բայց իրականում ինչ տեղ ունեցավ։ Ինքը ստեղծեց մի իրավիճակ, որ արդեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր համար ստեղծված իրավիճակում շատ ավելի բարենպաստ փաստաթուղթ էր, քան այն, ինչ որ հիմա գոյություն ունի։ Հիմա ակնհայտ է, որ այն վերջի փաստաթուղթը, որով ինչ որ Ղարաբաղում շատ կարևոր Արցախում իրավունքների ամրագրում կա, այս փաստաթղթով դա էլ է ոչնչանում։ Այսինքն էլ որևէ կարճելու տեղ այլևս չենք ունենում։ Այդ իմաստով պետք է լրջորեն մոտենալ նաև այս հարցին, եթե վերջի փաստաթուղթն ենք չեղարկում, մենք ինչի ենք կարճելու հետո։ Տեսեք, մենք այն տեսակետին չենք, որ մենք հաջորդ տարի վերադառնալու ենք Արցախ կամ ազատագրելու ենք, պետք է իրավիճակին ռեալ նայել։ Բայց մենք երբեք, ես դաշնակցության անունից եմ ասում, հայ ժողովրդի բազմաթիվ զավակների մոռանալ Արցախը, չպայքարել Արցախի ազատագրության եւ վերադարձի համար, մենք դրա համար շատ թանկ ենք վճարել։ Այս հարցը չպետք է լեգիտիմացվի, այս հարցը չպետք է Ալիևի այն ինչ որ արել է Արցախի եւ Արցախայցյան նկատմամբ օրինականացնել կեղծ պատրանքներով ինչ որ խաղաղության մասին։ Խաղաղություն այդ ճանապարհով չենք հասնել։ Իսկ ձեր ասած ճանապարհով կհասնենք։ Իհարկե։ Միակ ճանապարհը դա է, պաշտպանել մեր հայրենիքը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ձեր ասածից ենթադրվում է, որ ինչ որ մի օր վերագրավել կամ վերաազատագրելու ենք Արցախը։ Ունենալու ենք ավելի ուժեղ տնտեսություն, ունենալու ենք ավելի ուժեղ բանակ, այսինքն այդ ճանապարհով կհասնենք խաղաղության, հաշվի առնելով, որ ունենք, չգիտեմ, 10 միլիոնանոց կամ 9 միլիոնանոց Ադրբեջան, 80 կամ 90 միլիոնանոց Թուրքիա, որը ամբողջությամբ իրեն աջակցում է, եւ մի ռազմավարական դաշնակից, տվյալ դեպքում Ռուսաստանը, որը մեղմ ասած Հայաստանի համար, այսինքն Ադրբեջանը ունի Թուրքիա, բայց Հայաստանը իր Թուրքիան, այսպես ասած, չունի իրենս Ռուսաստանի, որ ամեն ինչում իրեն աջակցի։ Իր ռեսուրսներով 3 միլիոնանոց Հայաստանը հնարավորություն եւ շանս ունի դա իրականացնելու։ Տեսեք, Հայաստանը ունի չօգտագործված մեծ ռեսուրս, 10 միլիոնանոց սփյուռք։ Ունի Իրանի հետ ռազմավարական լուրջ հարաբերություններ կառուցելու հնարավորություն։ Ունի Ռուսաստանի հետ այս բոլոր խնդիրները քննարկելու, այո, շատ այսօր հարց չեն այդ հարաբերությունները, բայց դրանք վերականգնելու շատ ենք խոսել այդ մասին եւ ճիշտ ընթացքի մեջ դնելու բոլոր հնարավորությունները կա։ Եթե մենք առաջնորդենք այն ճանապարհով, որ Թուրքիան, Ադրբեջանը ուժեղ են
պետք է իրենց բոլոր պահանջները դատապարտվածության այսպես ասած։ Այո, ընդունել եւ հասնել խաղաղության, դա լինելու է մեր ոչնչացման եւ կործանման ճանապարհը։ Մենք ցույց ենք տվել նաեւ այս նույն ժողովուրդը Արցախյան ազատագրական պայքար, դրանից հետո 20 տարի, որ խաղաղության հասնելու ճանապարհը չհանձնվելու եւ քո երկիրը պաշտպանելու, ուժեղ բանակ եւ տնտեսություն ունենալու ճանապարհն, այլ ճանապարհը այս տարածաշրջանում մեզ բերելու է թրքացման, մեզ բերելու է մեր ինքնության ոչնչացման։ Հիմա դա փորձում են փաթեթավորել իրական Հայաստանի եւ խաղաղության դարաշրջանի տակ, բայց դա իրականում լինելու է մեր պետականության կորստի դարաշրջան։ Ես վստահեցնում եմ ձեզ, մեր պետությունը, ժողովուրդը ունի այդ հնարավորությունը, շատ ենք խոսել դրա մասին, սկսած մեր նախընտրական պլատֆորմից վերջացրած տարբեր առիթներով, առաջիկայում իսկ շատ ավելի մանրամասն պետք է խոսել։ Բայց անդրադառնում են, հակադարձում են հետեւյալով, ասում են, ուներ հնարավորություն կար առաջ անելու, անեիք, եկավ մեզ հասավ չլուծված հակամարտություն։ Եկավ իրենց հասավ տվեցին։ Պատերազմ եղավ, պատերազմում պարտվեցին եւ հետևանքներն։ Մի քանի տարի, մի շրջան էլ կարողանայինք մենք այն վիճակը, որ ունենք, պահեինք, այլևս այս հարցը շատ մոտ էր լինելու փակվելու։ Եթե Հայաստանը չունենար այն իշխանությունը, որը զիջենք, որ լավ ապրենք, այն գաղափարախոսությունը, որ տարիներ շարունակ կար, չվերադառնար ու այս ամեն ինչը եթե իրենց ժամանակ տեղի չունենար, լրիվ ուրիշ ընթացք էր ելնում։ Եվ դա փաստ է 1990-ը Լիսաբոնի գագաթնաժողովը երբ էր 96 հետո դրանից ինչ տեղի ունեցավ ըստ էության Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր այս իրավիճակում պետքա Սերգոջան լավ չսապրի հայտնի պետքա տանք պետքա զիջենք եւ այլ իհարկե տարբերում էր ինչ որ տեղ ունեցավ եկավ իշխանություն որ ասես պետքա զարգանանք չզիջելով, իսկ զիջումները պետքա լինի իրականում փոխզիջում։ Մենք ունեցել ենք 20 տարի դա։ Ես վստահ եմ, եթե 18-ին այլ իշխանություն լիներ, այն ինչ վիճակը որ ունեցավ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է անկամներով այդ ընթացքում մերի նկատմամբ, Ադրբեջանի հնան աճել է անկամներով մերի նկատմամբ։ Դա եղել է ժամանակ, որ 8 անգամ գերազանցել է իրենց ռազմական բյուջեն Հայաստանին։ Խնդիր չ16 թվին այդ նույն Ադրբեջանը չէր 2 տարում հզորացավ այդ ծավալը բայց էլի լայնածավալ հարձակում տեղ ունեցավ որը կասեցվեց համեմատի այդ մասշտաբները 16-ի նույնիսկ ձեզ ասեմ 21 թվականին եթե իշխանությունը չլիներ այդքանից հետո եթե չվերարտադրվեր մենք այս իրավիճակը այսօր Արցախը հայաթափված չէր լինի շնորհակալություն զրույցի համար Սիվիլնետի տաղավարում ես զրուցեցի Իշխան Սաղաթելյանի հետ առողջ եղեք կհանդիպենք